Ողջունում ենք ձեզ Խմենք TV մեր տեսահալիքում։ Այսօր ինչպես միշտ ձեզ հետ եմ ես, ձեր խոնարհ ծառան, օպերատորի խցիկի հետևում է մեր գեղեցկատեսիլ Անահիտը։ Ողջուն Անահիտ։ Այսօր հավաքվել ենք մի շատ հրաշալի, մի շատ հատուկ տոնի համար։ Ինձ համար կոնկրետ այս տոնը երևի նոր տարուցել, երևի մնացած բոլոր տոնական ծիսակատարություններից ամենագլխավորն է։ Սա մայրերի և մայրանալու բերկրանքին պատրաստ մեր բոլոր աղջիկների տոնն է։ Շնորհավորում եմ բոլորիդ։ Շնորհավորում եմ ի սրտե, շնորհավորում եմ ցանկություններովս եւ աղոթներս հղելով ի Աստծո ձեր երջանկության ու բարեկեցության համար։ Ինչպես գիտեք, 90-ական թվականներին, 1990-ական թվականներին սովետական միության փլուզումից հետո հարց բարձրացվեց մարտի 8-ը ընդհանրապես վերացնելու այդ տոնական օրը հանելու մեր կալենդարի մեջ։ Բայց ունեցանք շատ կողմնակիցներ, ունեցանք շատ հակառակորդներ եւ որպիսի այդ հարցը այս կամ այն կերպ նորմալ լուծվի, շատ խելացի, շատ խորիմաստ քայլ արվեց այդ ժամանակ։ Ապրիլի 7-ը հայտարարվեց նաև որպես մայրության եւ գեղեցկության տոն ի դեմս մարտի 8-ի։ Ինչու այդպես արվեց։ Ուրեմն երևի թե շատերին հայտնի է, շատերին էլ երևի անհայտ, կարճ լակոնիկ պատմեմ այդ պատմությունը։ Ապրիլի 7-ը դարեր ի վեր նշվել է մինչ քրիստոնեական ժամանակաշրջանը հայ իրականության մեջ նշվել է որպես Անահիտ Դիցուհու մեր մայր Աստվածուհու տոն։ Քրիստոնեության գալուց հետո, քրիստոնեությունը ընդունելուց հետո մի շատ կարևոր տոն դարձավ այդ օրը համարվում է մայրա Աստվածածնի ավետման օրը։ Այսինքն այն օրն է, երբ Գաբրիել հրեշտակապետը գալիս է հայտնվում է Մարիամին եւ ասում է կին դու փառաբանվիր, դու հղիանալու ես, ունենալու ես որդին եւ նա լինելու է մարդկության փրկիչը, նա լինելու է Աստծո որդին։ Ու Մարիամը խոնարհությամբ ընդունում է այդ լուրը եւ մնացած բոլոր հետևանքները ամեն ինչ դուք ինձ թվում է արդեն տեղյակ եք ինչ եղավ։ Եվ 1995 թվականին Գարեգին Բ կաթողիկոսի հովանի ներքո ընդունվեց այս տոնը որպես պետական տոն, որպես մայրության եւ մայրության բերկրանքին, ինչպես հրաշալի բառը, բերկրանքին արժանանալու տոն։ Այսինքն մեր բոլոր աղջիկների, քույրերի, մայրերի, տատիկների, բոլորի ամենահրաշալի, ամենախորհրդավոր տոնը, մայրության տոնը, մայրության, որը մարդկությանը տանում է դեպի քաղաքակրթություն։ Ինչպես ասում էր Նժդեհը, ժողովրդի փրկությունը մոր ձեռքերի մեջ է։ Ինչ որ շատ երկարեց երևի թե այս իմ լեկցիան, այսպես կոչված շատ ներողություն, կարող եք որոշ մարդիկ մտածել թե ինչ կապ ունի մեր այս քրիստոնեական, այսպես ասած, մի քանի երկտողը խմելու հետ, ես արդարացման մի ձև ունեմ, Հիսուս Քրիստոսի առաջին հրաշքը ջուրը գինի սարքելն էր, այսինքն նա ջուրը գինու վերածեց եւ հարսանքավորները քանում գտնվող զվարճացան համտեսելով այդ հրաշագեղ ըմպելիքը։ Եվ այսպես մեր մայրերին, կոնկրետ իմ մորը, ձեր բոլոր մայրերին եւ ինչպես ժամանակին ասում էին մեր ծառայության տարիներին խմենք մեր 3 մայրերի կենացը։ Մոր կենացը, որ մեզ ծնել է, Մայրամ Աստվածածնի կենացը, որ ամբողջ մարդկության մայրն է, եւ այն կնոջ կենացը, ով մեզ կսարքի հայր։ Ձեր բոլորի համար։ Եվ ինչպես միշտ իմ խոնար լուման, իմ խոնարհումը ձեր մեծության առջև իդեմս 3+1 կոկտեյլով։ Եվ անցնենք անմիջապես մեր կոկտեյլների
պատրաստմանը։ Եվ այսպես կոկտեյլ համար 1 ազնվամորու Ռաֆայելլո, այսպես կոչված, ինչ է մեզ անհրաժեշտ տվյալ կոկտեյլը պատրաստելու համար։ Ուրեմն, սերուցքային լիկյոր, տվյալ դեպքում մեր սերուցքային լիկյորը Բեյլիս է հանրահայտ, կարող եք օգտագործել ցանկացած այլ տեսակի սերուցքային լիկյոր, ոչ մի տարբերություն չկա առանձնահատուկ։ Ուրեմն, հաջորդը կոկոսի լիկյոր, ես օգտագործում եմ Մալիբու, նմանապես կարող եք օգտագործել ձեր ցանկության, ձեր սիրելի կոկոսի լիկյորը։ Անհրաժեշտ է սերուցք, տվյալ դեպքում ես վերցրել եմ 20%-անոց յուղայնությամբ սերուցք։ Մեզ արդեն շատ լավ հայտնի նռան օշարակը, գրենադին կոչվածը, եւ ազնվամորու օշարակ, եթե չունեք ազնվամորու մուրաբա։ Տվյալ դեպքում ես օգտագործեմ ազնվամորու մուրաբա։ Ուրեմն անմիջապես անցնենք մեր կոկտեյլի հավաքմանը։ Կոկտեյլը հավաքում ենք շեյքերի մեջ, վերցնում ենք շեյքերը, կոկտեյլի մեջ ջիգերը, չափման բաժակը, ուրեմն սերուցքային լիկյոր 25 միլիգրամ, կոկոսի լիկյոր նույնպես 25 միլիգրամ, սերուցք 40 միլիգրամ, նռան օշարակ գրենադին 5 միլիգրամ, այսինքն 1 գթալ ընդամենը։ Ինչպես գիտենք, գրենադինը հիմնականում կոկտեյլների մեջ օգտագործում ենք գույն տալու համար, վարդագույնը ստանալու համար։ Եվ հաջորդ վերջին մեր բաղադրիչը դա ազնվամորու մուրաբան է 10 միլիգրամ, այսինքն դա կլինի 2-3 գթալ։ Այսպես մի թեթև խառնենք մեր կոկտեյլը, դնենք մի կողմ, անցնենք բաժակի զարդարմանը, սառը բաժակը վերցնում ենք, սա շաքարի օշարակ է, վերցնում ենք մանրացված կոկոսը և արդեն մեզ հայտնի ձևով անում ենք կոկոսի ռիմ։ Եվ այսպես վերցնում ենք կոկտեյլը, սառույցը, 15 վայրկյան ինտենսիվ թափահարում ենք։ Վերցնում ենք մեր քամիչը և կատարում ենք քամման պրոցեսը, որպեսզի սառույցի փշուրները, մուրաբայի մնացուկները չանցնեն մեր կոկտեյլին։ Ռաֆայելլոն և զարդարենք մեր կոկտեյլը։ Խնդրեմ։ Կոկտեյլ համար 2. Ռեհանի սմեշ։ Մի զարմացեք, ռեհանով շատ հետաքրքիր, շատ համեղ կոկտեյլ ենք պատրաստելու։ Մեզ դրա համար անհրաժեշտ է, տվյալ կոկտեյլը պատրաստելու համար անհրաժեշտ է ջին, լոնդոնյան չոր, անհրաժեշտ է լինելու ռեհան, կարմիր և կիտրոն։ Այս կոկտեյլը նույնպես հավաքվում է շեյքերի մեջ, վերցնում ենք մեր շեյքերը, մեզ անհրաժեշտ է 60 միլիգրամ ջին, անհրաժեշտ է 22 միլիգրամ կիտրոնի հյութ, մեզ անհրաժեշտ է կիտրոնի հյութ 22 միլիգրամ, վերցնենք, կարող ենք մի քիչ տորորել այսպես կիտրոնը, որպեսզի հյութը շատ ավելի վերցնենք մեր ցիտրուսի քամիչը, կիտրոնի հյութ 22 միլիգրամ,
Մեզ անհրաժեշտ է նաև շաքարի օշարակ, նույնպես 22 միլիգրամ։ Եթե ուզում եք լինի ավելի թթվաշ, կարող եք շաքարը մի քիչ ավելի քիչ օգտագործել։ Եթե ձեր դուրը գալիս է ավելի քաղցր, իհարկե կարող եք ավելի շատ օգտագործել շաքարը։ 22 միլիգրամ շաքարի օշարակ։ Մեզ անհրաժեշտ է նաև ռեհանի 8-10 տերև։ Վերցնում ենք ռեհանը, ներքևի տերևները։ Վերցնենք մեր մադլերը, այսինքն ճզմիչը եւ մի փոքր ճզմենք։ Ես գիտեմ մարդիկ կան, որ այս հրաշալի կոկտեյլը պատրաստում են նաև բլենդերի օգնությամբ, նույնպես հնարավոր է, բայց մենք պատրաստենք այսպես։ Ուրեմն լցնենք սառույցը, փակենք մեր շեյքերը եւ 12-15 վայրկյան նորից հաճույքով թափարենք։ Վերցնենք մեր սառնարանից հանված բաժակը, բաժակի մեջ լցնենք սառույց։ Վերցնենք խամիչը եւ մեր կոկտեյլը քամենք։ Իսի հրաշալի գույն ենք ստացել։ Այսպես ուրեմն մեր կոկտեյլը պատրաստ է, այն զարդարենք ռեհանով։ Հարաբես ընդունված է կոկտեյլները զարդարել այն բույսերով, մրգերով կամ ինչ-որ մի բաղադրությամբ, ինչ որ կա բաղադրության մեջ։ Ուրեմն մեր ռեհանի թափանենք, որպեսզի ավելի հոտը ուժեղ գա։ Ընտրեմ։ Եվ այսպես մեր ռեհանի սմեշը պատրաստ է։ Այս կոկտեյլը եւս մեկ անգամ նվիրում ենք ձեզ, սիրելի մայրեր։ Հույսով եմ ձեր որդիները կպատրաստեն այսպիսի հրաշալի կոկտեյլ։ Ես ձեզ անկեղծորեն ասում եմ, մի հրաշալի համեղ բաղադրությունով հրաշալի հաճելի ըմպելիք է, փորձեք, բացարձակապես չեք փոշմանի, ձեր կենացը։ Կոկտեյլ համար 3։ Այս կոկտեյլը հեղինակային է, անվանումը նռան գույնը ընտրված է ոչ պատահաբար, կոկտեյլը պատրաստել է իմ ընկերներից մեկը ժամանակին շատ հայտնի բարմեն եւ ես նրա թույլատրությամբ կկրկնեմ այսօր այս հրաշալի ըմպելիքը։ Մեզ ինչ է անհրաժեշտ դրա համար։ Պետք է նուռ 50-70 գրամ։ Պետք է նռան օշարակ, մենք արդեն շատ լավ հայտնի է գրենադինը, օգտագործենք այսօր սա։ Անհրաժեշտ է կիտրոնի հյութ, անհրաժեշտ է ջին եւ մեկ ձվի սպիտակուտ։ Անմիջապես անցնենք մեր կոկտեյլի հավաքմանը։ Կոկտեյլը նորից հավաքվում է շեյքերի մեջ։ Վերցնենք մեր շեյքերը։ Ասեմ, որ բոլոր մեր գործիքները անմիջապես պատրաստումներից հետո, պատրաստման ժամանակ, եթե անհրաժեշտություն կա, անմիջապես լվացվում է, մաքրվում է, որպեսզի ոչ մի ավելորդ հոտ համ չմնա։ Այսինքն կոկտեյլը ստացվի այնպիսին, ինչպիսին որ նախատեսված է եղել։ Ուրեմն վերցնենք նուռը, մի բռաչափ ավելացնենք։ Վերցնենք կիտրոն, մեզ այն անհրաժեշտ է 15 միլիգրամ։ Նռան օշարակ, նույնպես 15 միլիգրամ։
Լոնդոնյան չոր ջին 50 մգ. Մենք մեր ճզմիչը, մադլերը և ճզմենք։ Ձուն ավելացնելուց հետո բաղադրության պետք է պատրաստման եղանակի պետք է կատարենք չոր թափահարումներ, բայց մեզ ունենք մեր կապուչինատր կոչվածը, մեր կապուչինատրով ուղղակի կծպենք։ Ավելացնում ենք սառույցը, փակում մեր շեյքերը և ինչպես ընդունված է, ինչպես արդեն բավականին որորդ անգամ է ասում ենք, 10-ից 15 վայրկյան ինտենսիվ թափահարում ենք։ Սառնարանից հանված բաժակը, մեր քամիչը և կատարում ենք մեր քամման պրոցեսը։ Այսպես ուրեմն մեր կոկտեյլը պատրաստ է։ Այն զարդարենք նռան սրտից պոկված մի կտորով։ Այսպիսի մի գեղեցիկ նուռ ունենք, խնդրեմ, վայելեք այս հայկական համոհոտ շունչը ոգի ունեցող կոկտեյլը։ Եվ վերջապես մեր դեռ չմայրացած, բայց մայրության բեկրանքին հույսով եմ հետագայում արժանանալու մինչև 18 տարեկան աղջիկների համար պատրաստենք մի կոկտեյլ։ Բրազիլական լիմոնադ։ Բրազիլական լիմոնադը այս վերջին ժամանակներս բավականին մեծ համբավ է ձեռք բերել, շատ են պատրաստում, շատ հետաքրքիր օրիգինալ համով զովացուցիչ լիմոնադ է, պատրաստենք, համտեսեք, վայելեք։ Մեզ ինչ է անհրաժեշտ դրա համար։ Մեզ անհրաժեշտ է բլենդեր, վերցնենք մեր բլենդերը, այսինքն մինչև բլենդերին անցնելը, մեզ անհրաժեշտ է լայմ։ Վերցնում ենք լայմը, 2 լայմ, անհրաժեշտ է 2 լայմ և պետք է մենք լայմից քերենք, հանենք ցեդրան, առանց սպիտակի։ Սպիտակ ալբենդեն, դա դառնահամ է տալիս, դրա համար հանում ենք ցեդրան իր յուղերի համար։ Ուրեմն վերցնում ենք մեր քերիչը և անցնում քերման պրոցեսին։ Այսպես ուրեմն քերեցինք մեր 2 լայմի կեղևը, ստացանք այսքան կեղև, սա առանձնացնենք, մեզ անհրաժեշտ է նաև այս 2 լայմի միջուկը, առանց սպիտակի, այսինքն մեր ամբողջ գործողության իմաստը լայմից հեռացնում ենք սպիտակ դառնահամ տվող ալբենդե կոչված շերտը։ Վերցնում ենք դանակը և ընդամենը մաքրազերծում։ Մաքրեցինք հնարավորինս մեր 2 լայմը, անցնենք մեր լիմոնադի պատրաստմանը։ Վերցնենք մեր բլենդերը, բացենք, անհրաժեշտ է ցեդրան, վերցնենք մեր ցեդրան, լցնենք բլենդերի մեջ, փակենք մեր բլենդերը և ծփենք։ Մեր քամիչը, ստացված հյութը քամենք։ Լցնենք մեր բլենդերի մեջ։
ավելացնենք 150 մգ խտացրած կաթ։ Մեզ մնաց ավելացնենք ընդամենը 50-70 գրամ սառույց։ Հակում ենք մեր հարիչը և հարում։ Խնդրեմ իմ շատ սիրելի աղջիկներ, համտեսեք, վայելեք, զովացեք, ըմբողջնեք, ձեր տոնը նույնպես շնորհավոր լինի։ Այսքանով թույլ տվեք այսօր ավարտել, ևս մեկ անգամ շնորհավորում եմ աշխարհի բոլոր մայրերին, շնորհավորում եմ բոլոր այն կանանց, բոլոր այն աղջիկներին, ովքեր մայր են կամ մայրանալու են, ձեր տոնը շնորհավոր լինի, բոլորիդ ապրիլի 7-ը շնորհավոր, ծաղիկներ, ծաղիկներ, ծաղիկներ ձեզ։